Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Օրերս Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը խայտառակարեց ոչ միայն իրեն, այլ նաև մեզ բոլորիս։ Այնուամենայնիվ եկեք անդրադառնանք նրա հնչեցված տեքստի հիմնական թեզերին եւ վերլուծենք դրանք։ Շատ ժամանակ նա ծախսեց այսպես կոչված խաղաղության հաստատման թեմային, որը նա փորձում էր հիմնավորել նրանում, որ միստր Տրամփի շնորհիվ նրանք ստորագրել են խաղաղ պայմանագիր, որի հիման վրա արդեն մի քանի ամիս է սահմաններում չեն լսվում կրակոցներ։ Անկեղծ ես դժվարանում եմ պատասխանել Նիկոլ Փաշինյանը լուրջ չի հասկանում ինչ փաստաթուղթ է ստորագրել եւ ինչ է հուշում այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ առաջարկում եմ անդրադառնանք այդ փաստաթղթի բնույթին։ Նախ Վաշինգտոնում ստորագրվել է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ մտադրությունների մասին հռչակագիր։ Մտադրության պայմանագրի բնույթը կայանում է նրանում, որ այնտեղ կողմերը արտացոլում են նրանց հետագա պայմանավորվածությունների կամ մտադրությունների առարկան, պայմանները, ժամանակահատվածը, սակայն այդ պայմանագրի, համաձայնագրի կամ հռչակագրի խախտումը բացարձակապես ոչ մի իրավաբանական հետևանքների չի բերում, այսինքն կողմերը ստորագրում են մտադրություն, սակայն չեն պարտավորվում կատարել դրանք։ Այսինքն այս թուղթը ոչինչով չի կաշկանդում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, հետևել այդ փաստաթղթի մեջ արտացոլված դրույթներին եւ կապել դրանք կրակոցների բացակայության հետ, դա միամտություն է։ Ինչի համար հիմա չեն լսվում կրակոցներ եւ ինչու դա խաղաղություն չէ, դա պարզապես առանձին թեմա է, որը ոչ մի կապ չունի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի հետ։ Պարզապես Ադրբեջանը հնարավորություն է տալիս Փաշինյանին անխոչնդոտ խաղաղության շղարշի ներքո շարունակել հոժարական կազմաքանդել մեր պետականությունը, քայքայել մեր երկիրը, սակայն դա առանձին թեմա է։ Երկրորդ հատկանշական բանը, որը դիտարկվում էր այդ ելույթում, դա Փաշինյանի կողմից համառորեն կիրառվող խաղաղության խաչմերուկ բառակապակցությունը։ Այդ բառակապակցությունը բացարձակապես ոչ մի կապ չունի ոչ ստորագրված հռչակագրի հետ, ոչ իրականում տեղի ունեցողի հետ։ Եթե լուրջ վերլուծություն անենք եւ փորձենք հասկանալ ինչ տարբերություն կա Զանգեզուրի միջանցք հասկացության, խաղաղության խաչմերուկ եւ Տրամփի ուղի, դա էապես տարբեր պրոյեկտներ են ու անգամ անվանումը չի արտացոլում տեղի ունեցողի բնույթը։ Սակայն անգամ Ալիևն էր ծաղրում այդ խոսույթի վրա, հեգնելով Փաշինյանին եւ ասելով, որ դուք կստանաք խաղաղության խաչմերուկ այն ժամանակ, երբ որ Բայդենը կվերադառնա իշխանության, այսինքն երբեք։ Ալիևին իրոք դուր չի գալիս այդ խոսույթը, որովհետեւ այն պարունակում է խաղաղություն բառը եւ խաչմերուկ բառը, որովհետեւ Ալիևը չի դիտարկում ոչ խաղաղությունը որպես վերջնականապես հաստատվող երևույթ այս տարածաշրջանում եւ Հայաստանի նկատմամբ եւ խաչմերուկ բառը, որովհետեւ խաչմերուկի պարագայում դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունք է ունենալու օգտագործել այդ ճանապարհը իր շահերից։ Ալիևը դա դիտարկում է որպես ուղի, այսինքն Ադրբեջան, Նախիջևան, Թուրքիա, այլ ոչ թե Հայաստան, Իրան եւ Արևելք։ Սա է էական տարբերությունը։ Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմական իրավիճակին, Փաշինյանը ցավ է ապրում իր բարեկամ երկրների հետ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի անձնական ապրումների վերաբերյալ ես ոչինչ չեմ կարող ասել, քանզի չեմ հանդիսանում նրա անձնական հոգեթերապևտ, սակայն այստեղ տեղին է հարց տալ Նիկոլ Փաշինյան, իսկ թշնամի հայ ժողովրդի հետ տեղի ունեցողը քեզ ցավ չի պատճառում։ Հաջորդ եւ ամենակարևորագույն թեզը իհարկե Նիկոլ Փաշինյանի բամբասանքն էր ընդդիմության եւ
հոգևոր առաջնորդների հասցեին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով իր անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում եւ շռայլելով այն հեռանկարները, որոնք սպասում են մեր պետականությանը եւ մեր ժողովրդին եւ տարածաշրջանին եւ Եվրոպայի շահերին, Փաշինյանը բնականաբար սկսում է բամբասել հոգևոր առաջնորդներից եւ ընդդիմությունից, որոնք իբր խանգարում են Փաշինյանին եւ մարտատենչ թեզեր են հնչեցնում եւ չեն թույլ տալիս, որ խաղաղություն տեղի ունենա եւ Նիկոլ Փաշինյանը սահմանազատում կատարի իշահ խաղաղության։ Եվ որ լսում ես Նիկոլ Փաշինյանն, այնպես տպավորություն է, որ մինչև 23 թվական Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ կազմաքանդել էր մեր պետականությունը, դավաճանել էր Արցախը, բերել էր մեզ պարտության 20 թվականին, Հայաստանի բնակչությունը այդ ամեն ինչի հետ համերաշխ էր եւ ընդունում էր։ Մեկ էլ հոп հոգևորները ոտքի են կանգնում եւ ասում են ոչ մի թեզ, ոչ մի խաղաղություն, ոչ մի ապագա, վերադարձրեք մեզ մեր պատերազմը։ Եվ այդ ամեն ինչի մեղավորը եկեղեցին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀԿ ցույցերը տեղի ունեցել 21 թվականին, 22 թվականին, 23 թվականին, 24 թվականին, այսինքն մինչև այն ժամանակ, երբ Արցախից հետո Փաշինյանը սկսեց հանձնել թշնամուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այստեղ հարցը նրանում է, որ եվրոպական լսարանը, ում առջև նա ելույթ էր, ամեն ինչը չի հասկանում, չգիտի։ Նրանք ստիպված են ընդունել եւ հավատալ այն ամենին, ինչ ասում է Փաշինյանը, որտեղ A չեն տիրապետում իրավիճակին, B ոչ մեկի մտքով չի ասել, որ մարդը կարող է տենց պարզ ճակատով կանգնել տրիբունին եւ ակնհայտ ստեր փչել։ Իսկ մենք գիտենք, որ իրոք հանձնվել են թշնամուն գյուղեր, որտեղ տեղակայված են հին հայկական եկեղեցիներ։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքով հանձնվել են բարձունքներ, որոնցից իրականացվում էր Հայաստանի Հանրապետության նույն բնակչության անվտանգությունը։ Եվ երբ որ Փաշինյանին այդ ամենին ասեցին, հիշում եք ինչ պատասխանեց, ասեց պատշարեք։ Սա էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխիքները։ Նիկոլ Փաշինյանի արդար ձեռքով թշնամին հիմա կախված է ոչ միայն Տավուշում, այլ նաև Արենիի վրա։ Հանձնվել են Գեղարքունիքի մարզում բարձրունքներ եւ սարեր, իշխանասարը վերջերս արդեն լիովին հանձնվեց թշնամուն։ Թշնամին կախված է Ջերմուկի վրա, Կապանի վրա եւ հիմա կրակոցներ չլսվելու համար Փաշինյանը գնալու է Ալիևի ցանկացած սպառնալիքի եւ կատարելու է Ալիևի ցանկացած ցանկություն, որտեվ սա արդեն ոչ թե խաղաղություն է, այլ շանտաժ է։ Եթե դու սա չանես, ապա մենք կսկսենք կրակել։ Իսկ Փաշինյանը, քանի որ մեր բանակի ատամները հանել է, հիմա մենք արդեն պատասխանելու ոչ մի ռեսուրս եւ հնարավորություն չունենք։ Սա է խաղաղությունը, միանշանակ ոչ։ Առավել սրտաճմլիկ հատվածը Նիկոլ Փաշինյանի ելույթից իհարկե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության պարագայում միմյանց փոխադարձ տարածքային ամբողջականության հարգանքն է։ Այստեղ մի կարևոր հարց է ծագում։ Իսկ Ալիևի կողմից հնչեցվող Արևմտյան Ադրբեջանի խոսույթը ինչպես է տեղավորվում Փաշինյանի կողմից ընկալվող տարածքային ամբողջականության գաղափարի մեջ։ Եթե Ալիևը բոլոր հնարավոր հարթակներից ամենայն լրջությամբ, պետական հովանավորությամբ պատրաստում է իր զորքը եւ իր հասարակությունը նրան, որ Հայաստանը գոյություն չունի, իրականում դա Ադրբեջանի տարածքներն են եւ Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջանը եւ շուտ թե ուշ այն պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ։ Եվ այստեղ ոչ միայն Սյունիքի մասին է խոսքը գնում, այլ նաև Գեղարքունիքի, Տավուշի, Երևանի։ Նիկոլ Փաշինյան, ինչպես եք ընկալում այս խոսույթը եւ ինչպես եք այն տեղադրում ձեր գաղափարախոսության մեջ։ Արդյոք սա տարածքային ամբողջականության սպառնալիք չէ, եթե իհարկե
ձեր գիտելիքների pašարը ի վիճակի է մարսել, յուրացնել եւ վերլուծել այս պատկերը։ Անդրադառնալով եկեղեցու կողմից սպառնալիքներին եւ այն ուժերի, որոնք թույլ չեն տալիս Փաշինյանին վերջնականապես հաստատել խաղաղություն այս տարածաշրջանում, Փաշինյանը ասում է, որ եթե չլիներ Փաշինյանը եւ իր կողմից վարվող քաղաքականությունը, եթե չլինի սահմանազատումը եւ այն պայմանները, որով նա գնաց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գործարքի, ապա Հայաստանը վտանգված էր այն հանգամանքով, որ կանցներ արտաքին կառավարման ներքո։ Այս խնդիրը ունի երկու բաղադրիչ։ Առաջի բաղադրիչը, երբ որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բառակապակցություն, բացարձակապես չխորանալով այդ խոսույթի բովանդակության եւ իմաստի մեջ։ Մենք շատ ենք առնչվել, որ ինչ-որ բան է ասում, բայց չի հասկանում ինչ է ասում։ Սակայն, եթե մենք բացանենք բառարան եւ նայենք ինչ է նշանակում արտաքին կառավարություն, ապա ըստ գիտության, ըստ բառարանի, արտաքին կառավարումը ուղղված է վերականգնել պետականությունը, կարգավորել տնտեսությունը, ապահովել բնակչության անվտանգությունը եւ ամենակարևորը չեզոքացնել կամ մինիմիզացնել վտանգները, որոնք սպառնում են այդ պետությանը կամ հակառակը այն վտանգները, որը իրենից ներկայացնում է այդ պետությունը։ Փաշինյանի պարագայում Փաշինյանը անում է այդ արտաքին կառավարման ճիշտ հակառակը։ Նա կազմաքանդում է պետականությունը, քայքայում է տնտեսությունը, ոչնչացնում է բնակչության անվտանգությունը եւ մաքսիմալիզացնում է վտանգները այդ պետության նկատմամբ։ Իսկան որ մեր պետությունը իրենից ոչ մի վտանգ չէր ներկայացնում, շրջապատում ոչ ոքի, ապա այստեղ առհասարակ անելիքներ չկար։ Այսինքն, եթե մենք ընդունենք Նիկոլ Փաշինյանի խոսքը առայն, որ մենք ունենք այդ վտանգը եւ ընտրել արտաքին կառավարման մոդելը, քան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իհարկե արտաքին կառավարումը Հայաստանի Հանրապետության ապագայի վրա ավելի դրական ազդեցություն կունենար, քան այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը անում է ճիշտ հակառակը։ Իսկ եթե մենք ընդունենք արտաքին կառավարում հասկացությունը Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ, հա, ոչ թե բառարանային, այլ ինչպես են ամես փորձում մատուցել, որ արտաքին կառավարումը դա մարդիկ են, որոնք գալու են կառավարեն Հայաստանով ի վնաս Հայաստանի, ապա այս պարագայում իհարկե մենք կարող ենք դիտարկել Նիկոլ Փաշինյանին որպես արտաքին կառավարիչ, որովհետև նա գործում է արտաքին ուժերի ազդեցության, արտաքին ուժերի պահանջով եւ արտաքին ուժերի շահերին։ Հետևաբար այդ խոսույթը, որով նա ի նկատի ուներ իր ելույթում, միանշանակ Նիկոլ Փաշինյանը դա արտաքին կառավարման դրսևորումներից ամենացայտուն ապացույցն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի անում ոչինչ, ինչ կարող է այս կամ այն ձևով դրական անդրադարձ եւ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության պետականության եւ բնակչության համար։ Եվ ավարտելով, իհարկե չեմ կարող չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված որակավորումները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հասցեին։ Մենք կարող ենք շատ երկար խոսել այդ թեմայով, բայց ես կլինեմ հակիրճ։ Նիկոլ Փաշինյանը տարական ռամիկ է, որը չի հասկանում, որ դրանով նա վիրավորում է ոչ թե Գարեգին II-ին, այլ ինքն իրեն, որովհետև նման տրիբուններում եւ նման միջոցառումներին ելույթ ունենալով որակավորումները անընդունելի են եւ դրանք խոսում են ոչ թե Գարեգին II-ի պետ լինելու մասին, այլ Նիկոլ Փաշինյանի անդաստիարակության, անգրագիտության եւ ռամիկիզմի մասին։ Մնաք բարով։